Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի Աբովյան տանող ճանապարհին գտնվող այս շքեղ առանձնատան միջին շուկայական արժեքը գնահատվել է 1 միլիարդ 787 միլիոն 365 հազար դրամ։ Այս եւ եւս 78 անշարժ գույք է դատախազությունը պահանջում Ծառուկյանից ու նրա ընտանիքի անդամներից, բայց սա պահանջի միայն մի մասն է։ Պահանջվում է Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեք, որը կազմում է ավելի քան 348 միլիոն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար շուրջ 33 միլիոն դրամ, բացի դրանից պահանջվում է տանսանշարժ գույքի շուկայական արժեքների բռնագանձում իրականացնել։ Դատախազությունը պահանջում է նաև 63 միլիարդ դրամի փոխառության պահանջի իրավունք եւ 16.8 միլիարդ դրամի փոխառության չափով գումար 39 ընկերությունների բաժնեմասեր ու բաժնետոմսեր։ 39 իրավաբանական անձանցում մասնակցությունների թվում իհարկե պետք է առաջնահերթ նշեմ Multigroup կոնցեռն ընկերությունը, որը իր մեջ ինքնին ներառում է նաև տարբեր այլ ընկերություններ, որոնք հանդիսանում են այդ ընկերության մասը, հետևաբար Multigroup կոնցեռն ընկերության բռնագանձման պահանջի բավարարման դեպքում այդ ընկերության կազմի մեջ մտնող մյուս ընկերությունների բռնագանձում նույնպես կիրականացվի։ Իրավասու մարմինը Ծառուկյանից պահանջում է նաև 86 միլիարդ 400 միլիոն դրամ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն առարկում են ներկայացված հայցի դեմ։ Նրա եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի գործը դատանում է 2023 թվականից, սակայն նրա ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը դեռ Ծառուկյանի հետ համաձայնություն չունի, դեմ են լրատվամիջոցների կողմից նիստը տեսանկարահանելուն, թե ոչ։ Այս նիստին դատավորը հետաքրքրվեց, իսկ քննարկում եղել է, Հարությունյանն ասաց, փաստաբանական գաղտնիք է։ Այսպիսով նիստը տեսանկարահանել թույլատրվեց, այն սակայն երկար չտևեց։ Նիստը հետաձգելու միջնորդություն դատախազը ներկայացրեց։ Պայմանավորված էր ընդհանրապես վերջերս Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշմամբ դատախազությունը ներկայում իր վարույթում առկա բոլոր գործերով քննարկում է եւ քննարկում է Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում, ինչով պայմանավորված էլ, երբ արդեն վերջնականորեն յուրաքանչյուր գործով անհատապես կձևավորվի դատախազության վերջնական դիրքորոշումը, այդ փուլում արդեն մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը դատարանում եւ կհայտնենք պատասխանատուն։ Բարձր դատան ապրիլի 16-ին եզրահանգել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, նաև այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։